Ավագների կանխատեսումները 2026 թվականի գարնան համար։ Ինչ կարող են ակնկալել հայերը։ Լուրեր են շրջանառվում, որ երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի 2026 թվականի գարնանը։ Արդյոք սա ճիշտ է։ Ինչ պետք է ակնկալենք։ Ես որոշեցի նայել օպտինա ավագների կանխատեսումներին։ Ինչ են ասում սուրբ իմաստունները այս մասին։ Անհանգիստ ժամանակներում մարդիկ հաճախ դիմում են անցյալի իմաստուն ուսուցիչներին, անորոշության պայմաններում առաջնորդություն և խորհուրդ փնտրելով։ Օպտինա ավագները չեն մնացել անտարբեր։ Նրանց ասացվածքներն ու խորը հոգևոր դասերը նախատեսված են մարդկանց գիտակցությունը ուղղորդելու դեպի այն, թե ինչ անել դժվար ժամանակներում։ Նախ ես կցանկանայի ձեզ պատմել հենց ավագների մասին։ Նրանք, ովքեր հետաքրքրված են միայն կանխատեսումներով, կարող են պարզապես բաց թողնել այս բաժինը։ Օպտինա անապատի ուսմունքի հիմունքները։ Այսպիսով, օպտինա անապատը հին վանք է, որը գտնվում է Կոզելսկի մոտակայքում։ Այստեղ են աշխատել այնպիսի հայտնի ավագներ, ինչպիսիք են Բարսանուֆիոսը և Անատոլիին։ Օպտինա երեցների առաքելությունն էր հավատացյալների խիղճը ուղղորդել դեպի զղջում և ներքին վերափոխում։ Օրինակ, երեցների հայտնի կարգախոսը «Արթնացեք, զղջացեք, գործեք» կոչ է անում ոգու և գիտակցության արթնացման, կյանքի առջև ծառացած փորձություններից առաջ։ Հոգևոր դասեր 2026 թվականի գարնան համար։ Ըստ օպտինա երեցների պահպանված նամակների և հրահանգների, 2026 թվականի գարունը կլինի մարդկային կամքի և ազգի զղջման պատրաստակամության ևս մեկ փորձություն։ Երեցները անընդհատ շեշտում էին, որ հավատքն ու ներքին արժեքները հասարակության գոյատևման և վերականգնման հիմնական գործոններն են։ Սուրբ Իգնատիոս Բրայանչանինովը դա արտահայտել է հետևյալ կերպով. «Եթե հավատքի սրբությունը խարխլվի, ոչ ոք չի կարող այն պահել»։ Այս թեզը կարևոր է այն դարաշրջանում, երբ ավանդական հոգևոր ուղեցույցները փորձարկվում են նոր ժամանակակից մարտահրավերներով։ Օպտինա երեցների կանխատեսումները վերաբերում են ոչ թե որևէ կոնկրետ իրադարձության որոշակի ամսաթվի, այլ մարդկային վարքագծի ընդհանուր ուղղությանը։ Նրանք պնդում են, որ փրկությունը կայանում է ոչ թե արտաքին հրաշքների սպասելու մեջ, այլ մարդու մտածելակերպը և գործելակերպը փոխելու մշտական ներքին աշխատանք և ջանքերի մեջ։ Ավագներից մեկը, Բարսանուֆիոսը, Հայաստանի ճակատագիրը համեմատեց ուժեղ փոթորում հայտնված նավի հետ։ Չնայած ալիքները խփում են նավի կողքերին, այն մնում է անվնաս, հավատքի քամի ուժի շնորհիվ կրվող անձնակազմի յուրաքանչյուր անդամի կողմից։ Նմանապես Բարսանուֆիոսը ասաց, որ հասարակությունը կհաղթահարի ցանկացած դժվարություն, եթե ժողովուրդը միավորվի ընդհանուր արժեքների և սկզբունքների շուրջ։ Հայաստանի ապագան։ Ինչ սպասել 2026 թվականի գարնանը։ Օպտինա ավագները պնդում էին, որ Հայաստանի ճակատագիրը կախված չէ արտաքին հանգամանքներից, այլ նրա բնակիչների ներքին որակներից։ Ավագ Անատոլին այսպես արտահայտվեց. «Կործանված նավը կմնա հավատքի խորհրդանիշը, և երբ փոթորը դադարի, նավը կվերականգնվի»։ Այս հայտարարությունը շեշտում է ցիկլիկ նորանացման և անընդհատ առաջ շարժվելու գաղափարը, չնայած ժամանակավոր դժվարություններին։ Նման գաղափարներ արձագանք են գտնում այսօրվա ռեալություններում։ Բազմաթիվ հետազոտողներ նշում են, որ մեր դարաշրջանը պահանջում է ազգային ինքնության ձևավորման և տրադիցիոնալ բարոյական ուղեցույցների ամրապնդման նոր մոտեցումներ։ Համաշխարհային փոփոխությունների համատեքստում Հայաստանը պետք է կարևոր որոշումներ կայացնի, որոնք կորոշեն նրա ապագան։ Ինչ վերաբերում է երրորդ համաշխարհային պատերազմին, ապա մենք չպետք է սպասենք դրան 2026 թվականի գարնանը։ Մենք ենք մեր ճակատագրի ստեղծողները։ Տեղական բախումներ տեղի են ունեցել ամբողջ մոլորակին և կշարունակեն տեղի ունենալ, բայց դրանք չեն վերածվի մեկ մեծ հակամարտության։ Այսպիսով, 2026 թվականի գարնանը Հայաստանի ժողովուրդը կարող է բախվել կամ չբախվել, կախված է յուրաքանչյուր անհատից, լուրջ փորձությունների, որոնք կպահանջեն խորը գիտակցություն և ինքնադիտողություն։ Արտաքին սպառնալիքներից և դժվարություններից անկախ, դիմակրենակության և բարղեղության ամենակարևոր գործոնը մնում է յուրաքանչյուր քաղաքացու ներքին աշխատանքը։ Օպտինա ավագների խորհուրդը ամենքան օրվա համար։ Արթնացեք, զղջացեք և սկսեք գործել հավատքի և բարության պատվիրանների համաձայն։ Հետևաբար, 2026 թվականի գարունը պետք է դիտարկվի ոչ թե որպես ևս մեկ սպառնալիք, այլ անձնական աճի և սոցիալական վերափոխման հնարավորության։ Լրացուցիչ նյութեր։
Օպտինա ավագների մարգարեություններից բացի կան նաև այլ հետաքրքիր կանխատեսումներ 2026 թվականի գարնան վերաբերյալ։ Կանխատեսողները կանխատեսում են, որ այս գարունը կլինի վերջին տասնամյակներից ամենաանկանխատեսելիներից մեկը, բնորոշ եղանակի կտրուկ տատանումներով։ Գուշակները եւ աստղագուշակները տարբեր տեսակետներ են առաջարկում ընթացիկ ռազմական հակամարտության ավարտի վերաբերյալ, նշելով դրա ավարտի տարբեր ժամկետներ, այդ թվում 2026 թվականի վերջը։ Բայց գլխավոր եզրակացությունը մնում է անփոփոխ, անկախ կոնկրետ ամսաթվերից, իրական պատասխանատվությունը մեզանից յուրաքանչյուրի վրա է։ Միայն բարոյական եւ փոխօգնության ամրապնդման են ուղղված կոլեկտիվ ջանքերը կարող են ապահովել Ռուսաստանի կայուն զարգացումն ու անվտանգությունը ապագայում։ Օրվա աստղագուշակ։ Խոյ. Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել։ Մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմացությունները կխառնեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թաքն եք գնահատում։ Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ։ Սիրելի մարդն այսօր ինչպես երբեք ձեր ուշադրության եւ հոգատարության կարիքն ունի եւ ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ։ Ցուլ. Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում։ Ղեկավարությանը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին։ Ձեր հասցեին բավական շատ է սլվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում։ Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինանսական եւ պրոֆեսիոնալ խնդիրներն իրենց երկար սպասեցնել չեն տա։ Անձնական կյանքում գերիշխողը դրական միտումներն են, օրը բավական հարմար են նոր ծանոթությունների համար, չի բացառվում անգամ ռոմանտիկ հրապույրը։ Երկվորյակներ. շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած եւ կիսատ թողած գործերը։ Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան կախված վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար։ Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք։ Այսօր սիրելի մարդը կստիպի ձեզ նյարդայնանալ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին կտանջի խանդի զգացումը։ Օրն ընդհանուր առմամբ հարմար է ավագ ազգականներին տեսակցելու համար։ Խեցգետին. այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն, այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարական որոշումներն ինքնուրույն կայացնելու։ Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ։ Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապչեպ որոշումներ կայացնել։ Այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են, այնպես որ անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ։ Արյուծ. բարենպաստ օր է նոր ձեռնարկումների համար, առաջին հերթին պատվախնդից պրոֆեսիոնալ մտահղացումներն իրականացնելու։ Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով։ Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում եւ ֆինանսական առումով, այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապչեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել։ Երեկոն աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել տանը, իսկ հոգնեցուցիչ գործերն ավելի լավ է հետաձգել վաղվան, ժամանակն ավելի լավ է օգտագործել ուժերը վերականգնելու համար։ Կույս. այսօր ձեզ պետք է գան համարձակությունն ու վճռականությունը, որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը։ Հնարավոր են անսովոր հրապուրիչ արկածներ, բազմաթիվ արյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությունների մեջ եւ դրանից մեծ հաճույք կստանան։ Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք, օրը հատկապես հաջող կզարգանա այն արյուծների համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով եւ գիտական աշխատանքներով։ Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի։ Կշերք. օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր, դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով։ Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխությունների։ Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը։ Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա եւ ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհությունների, ղեկին նստած։ Կույս ծնողների մոտ դժվարություններ կծագեն երեխաների հետ շփումներում։ Կարիճ. այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ բարուրել։ Միայն ծույլն այսօր չի փորձում ձեզ փռացնել, անգամ այն մարդիկ, ում համար դուք պատրաստ եք ամեն ինչի անել, միայն խորամանկություններ եւ խարտավացք են փնտրում, փոխարենը ուղակի խնդրանքով դիմել ձեզ։
Նշանի որոշ ներկայացուցիչները բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով, այսօր անverջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առած գրոշի։ Աղեղնավոր, այսօր ով ասես փորձում է խառնել ձեզ գործերին, ձեզ անverջ խորհուրդներ են տալիս եւ նրանք ում դուք դիմում եք նման խնդրանքով, եւ թե նրանք ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ։ Հանգստություն եւ անդոր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում։ Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է։ Երեկոյան իրավիճակը կփոխվի, դրա հետ մեկտեղ էլ դուք կսկսեք շրջապատող տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվել փիլիսոփայական հանգստությամբ։ Դա ձեզ ավելի հրապուրիչ կդարձնի շրջապատի աչքերում։ Այցեղ ջուր, մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք եւ լուրջ ջանքեր թափեք, ընդ որում արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ։ Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաթայնություններ ունենալու հավանականությունը։ Մտերիմներին անverջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ եւ անլուրջ եք, եւ ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին։ Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն։ Ջրհոս, այսօր դուք ստիպված կլինեք ժամանակավորապես ձեզ նվիրել բարդ ու հոգնեցուցիչ գործի, որը որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն անհնար է չիրականացնելը։ Չարժե աշխատավարուն քննարկել իրավիճակը գործընկերների հետ։ Չափից ավելի բաց բերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել։ Նվազագույնի հասցրեք ամեն ետեսակի շփումներ։ Երեկոյան ամենից ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը, ընդ որում լավ կլինի, որ խստապահանջ լինեք ընտրված գրականության նկատմամբ եւ կարդաք միայն այնպիսի բան, որը կարող է ձեզ լիցք եւ մտորելու նյութ տալ։ Ձկներ, պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հեռանկար խոստացող գրծնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայել իրենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հեռանկարները։ Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով, ընտրեք հաճելի կոսմետիկ պրոցեդուրներ, այցելեք շոփինգի, գնեք ձեզ համար առավել հաճելի եւ թարմություն ներկայացնող բան։ Հիշեք, որ այսօր դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ։